Եթերում իր աշխատանքը շարունակում է Reopen Media-ի Renews լրատվականը, ես Հասմիկ Առաքելյանն եմ, բարև ձեզ։ Renews-ի խմբագրությունը մշտապես ձեռքը պահում է օրվա լրահոսի զարկերակին և ուղիղ եթերից օրական 4 անգամ հայտնում է ամենաթարմ լուրերը, փորձագիտական վերլուծությունները լրատվական էթիկայի բոլոր կանոններով։ Renews-ի ուշադրության կենտրոնում ձեզ հետաքրքրող թեմաների անաչառ և անկողմնակալ լուսաբանումն է։ Մենք հասանելի ենք սոցիալական ցանցերի գրեթե բոլոր հարթակներում՝ YouTube, Telegram, Instagram, X, Facebook, Spotify և իհարկե կարող եք մեզ հետևել նաև reopen.media պաշտոնական կայք էջում։ Ազգային ժողովի ինտերակտիվ քառօրյա նիստերին այս անգամ փոխարինելու են եկել 2024 թվականի պետական բյուջեի կատարողականի մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկումները։ Նիկոլ Փաշինյանն առանձնակի շեշտել է քաղաքացիները գնաճի պայմաններում ապրում են 50%-ով ավելի լավ, քան նախկինում։ Բյուջեի անհամաչափ բաշխման մասին դիտարկմանն անդրադարձել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և չի թաքցրել, որ երկրում կան աղքատ և ծայրահեղ աղքատ մարդիկ, իսկ որպես հակակշիռ նշել է, որ անհրաժեշտ է սոցիալական բարեփոխումների ավելի հասցեական դարձնել սոցիալական բարեփոխումները, իսկ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը տեղեկացրել է 2024 թվականին հնարավոր է եղել ապահովել երկրի մակրոտնտեսական կայունությունը։ Իմ գործընկեր Մոնիկա Հայրոյանն է մանրամասն հետևել ազգային ժողովի անցուդարձին և ամենակարևոր իրադարձությունները առանձնացրել մեկ ռեպորտաժում։ Կա հարկ, կա պետություն, չկա հարկ, չկա պետություն, կա հարկ, կա բարեկեցություն, չկա հարկ, չկա բարեկեցություն։ Ազգային ժողովում մեկնարկել են 2024 թվականի պետական բյուջեի կատարողականի մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկումները։ Մասնակցում են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամներ և պատգամավորներ։ Ըստ ֆինանսների նախարարության, բյուջեն կատարվել է 95.8% եկամուտների և 93.9% ծախսերի մասով։ Եկամուտները կազմել են շուրջ 2.72 տրիլիոն դրամ, ծախսերը 3.18 տրիլիոն։ Պետական պարտքը 2024-ի վերջին կազմել է մոտ 5.1 տրիլիոն դրամ, ՀՆԱ-ի 48.3%-ը։ Նիկոլ Փաշինյանը նաև նշել է, որ 2018 թվականի համեմատ ավելի կոնկրետ նոյեմբեր և ապրիլ ամիսներին գրանցվել է աշխատատեղերի ռեկորդային աճ։ Գրանցվել է 782.832 աշխատատեղ, որը 192.613-ով կամ 32%-ով ավել է 2018 թվականի նոյեմբերի ցուցանիշից։ Այս տարվա ապրիլին, սակայն, արդեն գրանցվել է աշխատավարձերով ապահովված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ՝ 783.547, որը 2018 թվականի ապրիլի նկատմամբ ավել է 242.119-ով կամ 44.7%-ով։ Չնայած բյուջեի թերակատարմանը և պետական պարտքերի աճին, վարչապետը վստահեցնում է, քաղաքացիները գնաճի պայմաններում ապրում են մոտ կիսով չափ ավելի լավ, քան նախկինում։ 2018 թվականի ապրիլին Հայաստանում միջին աշխատավարձը եղել է 173.996 դրամ, 2025 թվականի ապրիլին 304.992 դրամ։ Միջին աշխատավարձի աճը
կազմել է 130,000 դրամ կամ 75%։ Նույն ժամանակահատվածում հանրագումարային գնաճը, կուտակային գնաճը կազմել է 25%։ Այս թիվը վկայությունն է այն բանի, որ մարդիկ Հայաստանում ավելի լավ են ապրում եւ ավելի լավ են ապրում գնաճի հաշվառումով եւ ավելի լավ են ապրում շուրջ 50%-ով։ Ըստ Փաշինյանի այս թվերը դժվար է մեկնաբանել, քանի որ հարցը շատի եւ քչի մասին չէ, այլ պետության եւ չպետության վիճակների տարբերության։ 2025 թվականի ապրիլի ընդհանուր բոլոր աշխատողների աշխատավարձի ֆոնդը համախառն կազմել է 238 միլիարդ 975 միլիոն դրամ։ 2018 թվականի ապրիլին, խնդրում եմ թվերին ուշադրություն դարձրեք, 94 միլիարդ 206 միլիոն դրամ։ Եվ այս թիվը 2025 թվականի ապրիլին 2018 թվականի ապրիլի նկատմամբ աճել է 144 միլիարդ դրամով կամ խնդրում եմ ուշադրություն 153%-ով։ Այս տարբերությունը շատի ու քչի մասին չի ամենևին, որովհետև սա մի դեպք չի, որ ասենք տեսեք այն ժամանակ քիչ է եղել, հիմա շատ է։ Սա տարբերությունը պետության եւ չպետության միջև։ Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև աշխատավարձերի բաշխման խնդրին, նշելով, որ բարձր են վարձատրվում հիմնականում այն քաղաքացիները, որոնք ստացել են մրցունակ եւ ժամանակակից կրթություն, իսկ ցածր աշխատավարձ ստացողները, ըստ նրա, հաճախ նման կրթություն չունեն։ Բարձր աշխատավարձ հիմնականում 80-90%-ով ստանում են նրանք, ովքեր մրցունակ կրթություն են ստացել։ Ցածր աշխատավարձ մոտավորապես 80-90%-ով ստանում են նրանք, ովքեր չեն ստացել մրցունակ կրթություն։ Երջանկությունը պետք է արտահայտված լինի պետական բյուջեում, հայտարարել է Փաշինյանը։ Ըստ նրա, անհատական կենցաղային պայմանները բավարար չեն մարդու երջանկության համար։ Եթե մարդն ունի հարմար նորոգված բնակարան, դա դեռ չի նշանակում, որ ինքը բարեկեցիկ է, քանի որ ջրի կամ հոսանքի մատակարարում չունի։ Մոնիկա Հայրոյան, Reopen Media։ Բյուջե 2024-ը երջանի կյանքի բանաձևն է տալիս, թե հակառակը կպարզենք երեկոյան թողարկմանը փորձագիտական վերլուծությունների հիման վրա պատրաստված ռեպորտաժով։ Հայ-ադրբեջանական հանձնաժողով անհայտ կորածների հարցերով տեղի ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպում։ Անվտանգության ծառայությունից հայտնել են, որ կողմերն անդրադարձել են հակամարտության ընթացքում անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանման առնչվող հումանիտար հարցերին։ Կողմերը շեշտել են հումանիտար ոլորտում շարունակական երկխոսության կարևորությունը։ Թեման մանրամասնում է Դիանա Կարապետյանը։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ընթացող գործընթացներից մեկն ամենաբարդ ու հուզականորեն ծառակշիռներից է։ Անհայտ կորածների ճակատագրի պարզաբանման հարցով հանձնաժողովների ներկայացուցիչները նոր հանդիպում են անցկացրել նպատակ ունենալով խորացնելու հումանիտար համագործակցությունը։ Քննարկվել են որոնողական աշխատանքների արդյունավետ կազմակերպման ուղիները, տեղեկատվության փոխանակման մեխանիզմներ եւ ամենակարևորը՝ շփման շարունակությունը իշահ անհետ կորածների հարազատների։ Բայց արդյոք այս հանդիպումների մասին տեղյակ են հենց նրանք, ովքեր ամենաշատն են սպասում լուրի, անհետ կորած իրենց որդուց, եղբորից կամ ամուսնուց։ Տեղեկություն ընդհանրապես դες չեն տվել, ասենք հանդիպել ենք, բայց կարելի ասել տեղեկություն ինչ որ մի բան ասեն, այդպես չի եղել երևի թե։ Տեղյակ եմ, բայց այտենց որ ասեմ ինչ որ բաներ անում են կասկածում եմ։ Պաշտոնական տվյալներով Հայաստանն Ադրբեջանին փոխանցել է 44-օրյա պատերազմում մահացած 51 ադրբեջանցու մարմիններ, ինչպես նաև 1990-ականների զոհերի 140 մասունքներ։ Միևնույն ժամանակ Ադրբեջանը պնդում է, թե ունի շուրջ 4000 անհետ կորած։ Հայաստանը իր հերթին պահանջում է բացահայտել շուրջ 120 անհետ կորածի ճակատագիր։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեից հայտնել են, թեև մասնակցում են գործընթացին ընդհանուր առմամբ, բայց աշխատանքը պետք է կատարվի պետական մարմինների մակարդակով։ Երկկողմ հնարավորությունները բնականաբար իշխանությունների պարտավորությունը պետք է լինի նման հարցում, որովհետև տարածաշրջանային խնդիրը բնականաբար կողմերը երկուսն էլ պետք է համաձայնության կան, թե ինչպես են աշխատել այս ուղղությամբ։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի դերը այստեղ ոչ թե անմիջապես մասնակցելն է որոնումներում, այլ աջակցել կողմերին, որպես չեզոք միջնորդ կազմակերպություն, այդ որոնումները, որպեսզի տեղի ունենան մարդկանց իրական Անհետ կորածների հարազատները պարբերաբար իրենց բողոքի ձայնն են բարձրացնում կառավարության շենքի դիմաց, պարզելով պաստառներ եւ պահանջելով որևէ պատասխան։ Պետական մակարդակում այս շփումները իրական արժեք կստանան միայն այն ժամանակ, երբ հասանելի դառնան նրանց, ում ցավի մասին է խոսքը։ Դիանա Կարապետյան, Reopen Media։
Ճանապարհային երթևեկության փոփոխություններն են ներկայացրել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը։ Նա մանրամասնել է ավտոբուսային գծերի առանձնացման ծրագիրը։ Դրա շրջանակում մշակվել է միասնական երթուղային ցանց, որն իրար է կապելու մի քանի վարչական շրջան։ Փոփոխությունները հիմնական տրամաբանությունը հետևյալն է, ինչպես նշեցի, որ ավտոբուսային գիծը, որը ներդրված է մինչև Մաշտոցի պողոտա, այն պետք է ունենա շարունակություն մինչև Իսակովի պողոտա։ Տրամաբանությունը հետևյալն է, որ Մաշտոցի պողոտայից ավտոբուսի գիծը շարունակվելու է դեպի Խորենացի փողոց, այնուհետև շարունակվելու է Իտալիա եւ Բեյրութ փողոցներով, Արգիշտի փողոցով դեպի Հաղթանակ կամուրջ։ Այս գծի ներդրման մասով իրականացվել են մի շարք ճանապարհային երթևեկության կազմակերպման փոփոխություններ նշված փողոցներում, մասնավորապես արդեն իսկ որոշակի աշխատանքներ արվել են եւ դրան հաջորդող շարունակություն լինելու է երթևեկության կազմակերպման փոփոխություն Սարյան փողոցում, ակնկալվում է Սարյան փողոցում կազմակերպել միակողմ երթևեկություն, ուղղությունը Լեոից դեպի Բաղրամյան պողոտա, ինչպես նաև Թումանյան փողոցից Մոսկովյան փողոցի ընկած հատվածը մինչև Բաղրամյան պողոտա նույնպես դիտարկվելու է որպես միակողմանի ներդրվելու է որպես միակողմանի երթևեկություն։ Ըստ տրանսպորտի վարչության պետի տարիներ շարունակ վարորդները փոփոխություններից հետո շարունակել են երթևեկել նախկինում ձևավորված սովորություններով, ինստիտուցիոնալ հիշողությամբ։ Փոփոխությունների ընթացքում որոշ ժամանակ վարորդները դեռ շարունակում են կիրառել երթևեկելու հին ձևը, ինչի հետևանքով բարեփոխման իրական արդյունքները տեսանելի կլինեն 1-ից 1.5 ամսվա ընթացքում։ Աշխատանքները նախատեսվում են սկսվել հունիսից։ Եվ պետք է որոշակի ժամանակահատված, որովհետեւ վարորդները իրենց վարելու ոճը փոխեն ըստ նոր սահմանված կարգի եւ անկեղծ ասեմ, մեր մշտադիտարկումները ցույց են տալիս, որ այդ փոփոխությունների արդյունքները տեսանելի են լինում առնվազն 1 ամիս հետո, հետեւաբար կանխատեսել, որ փոփոխությունների հաջորդ օրը դրական կամ ինչ որ տեսանելի արդյունք է լինելու, դա այդպես չէ, որովհետեւ վարորդների մի մասը դեռ շարունակելու են նույն կերպ վարել, մինչև իրազեկվեն, հասկանան եւ տեսնեն փոփոխությունները սահմանված։ Տրանսպորտային բարեփոխումների արդյունքն ու հետևանքը կամ ինչից են դժգոհում Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցության անդամները, շարունակական քննարկումներ, տարակարծություններ, ի վերջո ուղևորափոխադրման որակը բարելավվել է, թե ոչ, բարեփոխումների արդյունքների բերած խնդիրների մասին ահազանգում է Մայր Հայաստան ընդդիմադիր խմբակցության ղեկավարը։ Ուտելսերներից շատերը չեն աշխատում, նորմալ, մեկի վրա փակցվածա չի աշխատում, ու այդ կանգառում էլ չկա ուրիշ, էլ չգիտես ուր գնաս հասնես, որ տրանսպորտից չուշանաս։ Սեբաստիայի վրա 2 ուտելսել կար, կոպեկը գցում ես, հետա գալիս, չի ընդունում։ Որ պնդում էին բոյկոտ չկա, արդեն ստիպված բարձրաձայնում են, որ բոյկոտը կա, մարդիկ չեն վճարում, մարդիկ ընդվզում են, մարդիկ բողոքում են։ Օդի որակի բարելավման Մադրիդի փորձը Երևանին օգնության ձեռք կմեկնի։ Իսպանիայի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու Մադրիդի ինքնավար համայնքի նախագահ Իսաբել Դիաս Սիոսն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ Իսպանիայի մայրաքաղաքը Երևանի համար նույնպես կուսումնասիրի ու կառաջարկի կիրառել օդի աղտոտվածության ոլորտի կառավարման արդյունավետ լուծումներ։ Հիշեցնեմ, որ ամիսներ առաջ առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Երևանում օդի աղտոտվածության մակարդակը իր սահմանած նորմայից 6 անգամ ավելի վտանգավոր էր համարել, ինչը վնասում է ազգաբնակչության առողջությունը։ Եվ վաղ առավոտից մեդիադաշտում քննարկվող թեմայի մասին անայտ անձինք Մոսկվայի Յարոսլավսկի երկաթուղային կայարանում առևանգել են 40-ամյա գործարար Արես Շեպիխինին։ Կայարան է մոտեցել Մերսեդես մակնիշի սև մեքենա, որից մի քանի տղամարդ դուրս են եկել, բռնել եւ տարել են անհայտ ուղղությամբ։ Ավելի ուշ պարզվել է, որ Շեպիխինին ձերբակալել են Չեչնիայի իրավապահները, որոնք ըստ Չեչնիայի ազգային քաղաքականության հարցերով նախարար Ահմեդ Դուդայևի գործակցում են Մոսկվայի ոստիկանության հետ։ Շեպիխինի ստուգում են մի քանի հոդվածներով, հավատացյալների
Ստեփիխինին ստուգում են մի քանի հոդվածներով, նրան մեղադրում են կրոնական ատելություն եւ ազգամիչյան ատելություն հրահրելու համար, նա ավելի ուշ մտել է ուղիղ եթեր, նրա դեմքին կապտուկներ են ի հայտ եկել, երևացել են եւ նա պարզաբանել է, որ այնտեղ նրան փորձել են հարցաքննել եւ հարցրել են արդյոք նա կապ ունի Ուկրաինայի հետ։ Ռուսական զորքերը շարունակում են առաջ շարժվել Սումիի մարզում։ Ժամեր առաջ զորքերի հյուսիս խմբավորումը գրավել է Սումիի շրջանի Կանդրոնովկա հարավ խմբավորումը։ Ռեկորդային բնակավայրերը Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի հաղորդմամբ։ Հատկապես կատաղի մարտեր են ընթանում Պեկրովսկի եւ Վրեմիվկայի ճակատներում։ Դրությունը թեժացել է նաեւ Սիրիա-Իսրայել սահմանին։ Միջազգային լրահոսի խճանկարը ներկայացնում է Սիմոն Հովանեսյանը։ Ուկրաինական ուժերը հետ են մղել Կուրսկի մարզում ուկրաինական ուժերը հետ են մղել ռուսական բանակի 26 հարձակում, հայտնում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։ Հիշեցնենք, որ նախորդին ուկրաինական ուժերը պայթեցրել էին Ղրիմի կամուրջն ու հայտարարում էին, որ վնասազերծել են կամրջի հենասյուները, իսկ ռուսները պնդում են, որ Սումիի մարզի Անդրիևկա քաղաքն են գրավել։ Ռուսական ավիացիան հարվածներ է հասցրել Սումիի շրջանում Դոնեցկի մարզում։ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի պաշտոնից օրերս հրաժարական տված Միխայել Դրապատին նշանակվել է համատեղ ուժերի հրամանատար։ Ըստ նրա Դրապատին կկենտրոնանա բացառապես մարտական հարցերի վրա, իսկ ցամաքային զորքերի համակարգումով կզբաղվի մեկ այլանց։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը Վաշինգտոնում հանդիպել է Միացյալ Նահանգների, Ուկրաինայի եւ Ռուսաստանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգի հետ։ Քննարկել ենք ճակատում տիրող իրավիճակը, Ստամբուլում կայացած հանդիպումների արդյունքները, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ուժեղացման եւ Ուկրաինայի պաշտպանական օգնության կարեւորությունը, գրել է Երմակը իր Telegram ալիքում։ Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ Աշ-Շարան սեպտեմբերին կայցելի Միացյալ Նահանգներ եւ ելույթ կունենա Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայում, հաղորդում է Սիրիա TV-ն։ Ըստ լրատվամիջոցների դա վերջին 60 տարվա ընթացքում կլինի Սիրիայի նախագահի առաջին ելույթը ՄԱԿ-ում։ Նշվում է նաեւ, որ Աշ-Շարայի ԱՄՆ այցի շրջանում մի քանի այլ հանդիպումներ են նախատեսված։ Ի պատասխան սիրիական Մոհամմադ Ալ-Դեիֆի մարտիկներ անվամբ հակակառավարական խմբավորման հարվածների, իսրայելական ռազմական օդուժը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Սիրիայի հարավային շրջաններին։ Ըստ սիրիական աղբյուրների, իսրայելական կործանիչները թիրախավորել են Դերայի գավառի մի քանի բնակավայր եւ մեկ զորամասի տեղակայման վայր։ Իսրայելական բանակը հայտարարել է, որ հարվածել է Սիրիայի ռեժիմին պատկանող մարտական միջոցներին ի պատասխան Իսրայելի վրա հարձակման։ Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու համար Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Իրանի հետ բանակցություններում առաջադրված պայմանները հակասում են Իսլամական Հանրապետության հիմնարար սկզբունքներին, հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Հարավային Կորեայում նախագահական ընտրություններում հաղթել է Տուբորո դեմոկրատական կուսակցության տեխնացու Լի Չեմյունը։ Քվեաթերթիկների 90.2%-ի մշակման արդյունքով նա ստացել է ձայների 48.4%-ը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ հիանալի հարաբերություններ ունի Չինաստանի նախագահ Սի Ցինպինի հետ, սակայն ինչպես հավաստիացնում է ԱՄՆ առաջնորդը, նախագահ Սիի հետ շատ դժվար է բանակցություններ վարել, գրել է Թրամփը Truth Social-ում։ Ըստ Politico պարբերականի նա վստահ է, որ հեռախոսազրույցը կօգնի Չինաստանի հետ բանակցությունների վերադառնալ։ Մոնակոյի իշխան Ալբերը մեղադրվում է սիրուհիների եւ ապօրինի երեխաների համար գանձապետական միջոցները յուրացնելու մեջ։ WSJ-ի տվյալներով 2018 թվականին Ալբեր II-ի հրահանգով մսխվել է $15.7 միլիոն։ 2023 թվականի օգոստոսի վերջին տեղեկություններ տարածվեցին, որ Մոնակոյի արքայադուստր Շարլենը բնակվում է Շվեյցարիայում եւ հանդիպում է իր ամուսնու իշխան Ալբեր II-ի հետ միայն նախնական պայմանավորվածությամբ։ Թուրքիայում հորդառատ անձրևների հետևանքով ամբողջովին հեղեղվել է Տրապիզոն քաղաքը։ Մերձակա քաղաքներում հայտարարվել է վտանգի դեղին մակարդակ։ Մեկ մարդ անհետ կորել է։ Ավշերոնի լճերից մեկում ձկները զանգվածաբար սատկել են։ Ըստ գիտնականների տարվա այս եղանակին ջրի մակերևույթը տաքանում է, ինչին ձկները չեն դիմացել։ Սիմոն Հովանեսյան, Reopen Media։ Միջազգային էներգետիկ ֆորումը Բաքվում ավարտվեց։ Համաժողովի մասնակիցներին ուղերձ է հղել Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը։ Օրակարգում են կայուն էներգետիկայի զարգացումը, ոլորտի թվայնացումը, կանաչ նախագծերի արագացումը, նորարարական լուծումներով ածխաթթվային աղբյուրներից կախվածության նվազեցումը։ Ակնհայտ է, որ հերթական միջազգային համաժողովով Իլհամ Ալիևը ջանում է մեծացնել իր երկրի նշանակությունը Կասպիան տարածաշրջանում։
Ադրբեջանը շարունակում է խորացնել միջազգային կապերն ու զանազան հարթակներում ակտիվությունը։ Բաքվում մեկնարկել է էներգետիկ ֆորումը։ Այն էներգետիկ շաբաթվա մի մասն է, որն անցկացվում է արդեն 30 տարի։ Այս տարվա ֆորումի ծրագրում ընդգրկված է ավելի քան 70 զեկույց։ Ֆորումին մասնակցում էին տարբեր պետություններ եւ մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ։ Օրինակ British Petroleum-ի ներկայացուցիչը հույս հայտնեց, որ մինչև 2030 թվական շահագործման կհանձնվի Կասպից ծովում իրենց կողմից կառուցվող 2.9 միլիարդ դոլարանոց էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտը։ Ադրբեջանի թվային զարգացման եւ տրանսպորտի փոխնախարար Սամիր Մամեդովը հայտարարեց, որ հնարավորություն կա Սևծովյան տարածաշրջանի հետ ենթակառուցվածքների կապ ստեղծել, իսկ էներգետիկայի փոխնախարարը մանրամասնեց էներգիայի այլ աղբյուրների զարգացման ծրագրերը։ Վերջին տարիներին մենք ներդրում ենք կատարել նաև կանաչ էներգիայի ոլորտում։ Այժմ մենք մեկնարկում ենք Կենտրոնական Ասիան, Կասպից ծովի եւ Սևծովյան տարածաշրջանները Եվրոպային կապող 4 միջկապային նախագծեր։ Ադրբեջանը նախատեսում է մինչև 2035 թվականը օգտագործել ավելի քան 6 գիգավատ կանաչ էներգիա եւ արտանել դրանից 4 գիգավատը։ Ադրբեջանի հետ համատեղ իրականացվող կանաչ էներգիայի նախագիծը ռազմավարական նշանակություն ունի Եվրամիության համար, հայտարարեց Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման փոխնախարար Վախթանգ Ցինցաձեն։ Այս նախագիծը, որը մենք համատեղ իրականացնում ենք Ադրբեջանի հետ, նոր կամուրջ կլինի մաքուր եւ վերականգնվող էներգիայի դեպի Եվրամիություն հոսքի համար։ Ծրագիրը նախատեսված է ոչ միայն տարանցման, այլև էներգիայի արտահանման նոր փուլի եւ օգտակար է բոլոր կողմերի համար։ Ընդ որում այն պետության հետ, որի հարստությունը ձևավորվել է չվերականգնվող եւ բնությանը վնասող ռեսուրսների իրացմամբ։ Ցինցաձեն նաեւ ընդգծեց, որ այս համագործակցությունը կխորացնի տարածաշրջանի երկրների էներգետիկ հարաբերությունները Եվրամիության հետ։ Ֆորումին զեկույցներ էին ուղարկել նաեւ Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Թայիպ Էրդողանը։ Էրդողանի ուղերձը Բաքու էր բերել Թուրքիայի էներգետիկ եւ բնական ռեսուրսների նախարար Արփասլան Բայրակթարը։ Ուղերձում մասնավորապես ասվում է բնական գազի ոլորտում Ադրբեջանի հետ նոր նախագծերի մեծ ներուժ կա, որն ըստ Էրդողանի կնպաստի ոչ միայն Թուրքիայի եւ Ադրբեջանի, այլև տարածաշրջանի եւ Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը։ Իսկ Թրամփի սուրհանդակն էր Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարության գլխավոր խորհրդականը։ Նա եկել էր նախագահի անունից ասելու, որ վերջին 30 տարիներին Ադրբեջանն աչքի է ընկել տարածաշրջանի էներգետիկ ոլորտում առաջատարությամբ եւ գլոբալ էներգետիկ անվտանգության հանդեպ հավատարմությամբ։ Թրամփը, որ նախընտրական շրջանում մեղադրում էր Ադրբեջանին հայերի էթնիկ զտման համար, նաեւ հայտնել է ակնկալիքները հետագա համագործակցությունից։ Դիանա Կարապետյան, Սիմոն Հովանիսյան, Reopen Media։ Այս ժամի համար այսքանն էինք առանձնացրել։ Ժամը 21-ին դրահոսին ձեզ կծանոթացնեն Դավիթ Սարգսյանը եւ Անի Զաքարյանը։ Ինչպես թողարկման սկզբում նշեցի, Reopen Media-ի Renews լրատվականը հասանելի է YouTube-ում, Telegram-ում, Instagram-ում, X-ում, Facebook-ում, Spotify-ում։ Ամենօրյա թարմացումներին ծանոթացեք նաեւ մեր պաշտոնական կայքեջում։ Մեր բոլոր հարթակների հղումները կարող եք գտնել ուղիղ եթերի նկարագրության հատվածում եւ կցված մեկնաբանության մեջ։ Ռուսալեզու եւ անգլալեզու լուրերի թողարկումներին կարող եք հետևել գլխավոր թողարկումից անմիջապես հետո։ Տաղավարում աշխատում էր Հասմիկ Առաքելյանը, մնացեք իրական խաղաղությամբ։